Երեխաներ ջան, համեցեք, գնացեք ձեր լավ ժամանակ ունեցեք, հաղորդությանը կգաք անպայման, որ ձեր համար նույնպես աղոթենք, եկեղեցի կարող է տեղավորվել, նստել, Տեր օրհնի այս հրաշք փառաբանության խմբին, ամեն, դուք օրհնված եք, հալելույա, ես շատ օրհնված եմ, հալելույա, փառք Աստծուն, այսօր մենք ունենալու ենք խոսք և մի հատ միտք կար, որ մեջս ամբողջ շաբաթվա ընթացքում մտածում էի, բայց անկեղծ ասեմ, մի հատ խելացի բան եմ լսել, ասում են ռուսերեն այդ ասույթը, որ հնչում է, այսպես է հնչում, կառոտկի կարանդաշ, նադյոժնի չեմ դլիննի պամից։ Երբ որ ինչ-որ բան է մտքիս մեջ գալիս, ես գիտեմ, որ դա շտապ պետք է գրի առնեմ։ Երբ որ գրի չեմ առնում, ես դրա մասին մոռանում եմ։ Ինձ թվում է այդ պահին ես այնքան լավ հիշողություն, այնց խոսք է, որ հնարավոր չի մոռանամ սրա մասին։ Քնիցս երբ արթնացնեն կարող եմ ասել, բայց մի քանի ժամ անց կամ մեկ օր հետո ես դրա մասին մոռանում եմ ամբողջությամբ։ Ու հետո սկսում եմ տանջվել, ներսս դարակները բացում եմ, պահարանները բացում, փակում եմ, ուզում եմ հիշեմ այդ խոսքը որտեղ եմ պահել, որտեղից պետք է հիշեմ ու չեմ կարողանում։ Փառք Աստծուն, որ մենք ունենք Սուրբ Հոգի։ Փառք Աստծուն, որ նա մեզ հիշեցնում է այն բաները, որոնք որ Տերը խոսել է մեզ հետ։ Եվ դրա մասին երեկոյան շատ ուշ կարողացա նորից հիշեմ այդ խոսքը եւ այսօրվա քարոզը մինչ վերնագրին անցնել է, ուզում եմ կարճ երկու փոքրիկ առակներից սկսել։ Մի մարդ ամեն օր պարծենում էր, ինձ թվում է այս մարդը հայ է եղել, ասեմ ինչի կիմանաք։ Մի մարդ ամեն օր պարծենում էր, որ ինքը քրիստոնյա է։ Մենք սիրում ենք, չէ՞, մենք առաջի հայ ազգը որպես քրիստոնյա եւ այլն։ Կար այդպիսի մեկը, որ իսկապես ուրախ էր եւ պարծենում էր, բոլոր տեղերը դրա մասին հայտարարում էր։ Ինչի, որովհետեւ նա գիտեր աղոթքներ, նա Սուրբ գրքից շատ մեծ բերումներ էր անում, գիտեր սաղմոսները անգիր եւ այլն, բայց նրա խոսքը ոչ մեկի կյանքին չէր դիպչում։ Մի օր նա տեսավ մի ծեր մարդու, որ ծանր բեռներով բեռնված անցնում էր։ Եվ երբ հանդիպես նրան, մոտենալով ասեց. հայրիկ, Աստված օրհնի քեզ եւ թող օգնի քեզ։ Ու անցկացավ։ Քիչ հետո մի ուրիշ մարդ մոտեցավ այդ պապիկին, վերցրեց նրա բեռները, վերցրեց նրա բեռը ամբողջությամբ եւ տարավ մինչեւ տուն։ Ծերը հարցրեց. դու հավատացյալ ես։ Նա պատասխանեց եւ ասեց. փորձում եմ դառնալ հավատացյալ։ Եվ այդ օրը այն առաջի մարդը, որ ուղղակի տեսավ, որ պարծենում էր, որ ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ, այդ օրը այդ մարդը սկսեց հասկանալ, որ քրիստոնեությունը խոսքեր չեն դրանք, որ միայն բարձր եւ գեղեցիկ հնչում են, այլ կյանք է, որ պիտի քայլի։ Եվ հետևություն արեց, որ խոսված հավատքը, որ այն հավատքը, որ միայն խոսքերից է բաղկացած, դատարկ է, բայց այն հավատքը, որը որ ապրում է կյանքի գործերի մեջ, դա զորություն է փրկելու համար։ Ամեն։ Եվ եւս մի փոքրիկ կարճ առակ, այսպես միտք, մի երիտասարդ հարցնում եւ ասում է, ծեր քարոզիչին հարցնում է, ինչպես կարող եմ քարոզել սովորել։ Ես ուզում եմ քարոզիչ դառնալ, ես ուզում եմ քարոզել։ Այստեղ կան մարդիկ, ովքեր որ ինձ թվում է ունեն այդպիսի ցանկություն։ Ինչպես քարոզիչ դառնամ, ինչպես քարոզեմ։ Ծերը պատասխանելով երիտասարդին ասում է. ապրիր այնպես, որ եթե նույնիսկ չխոսես, մարդիկ լսեն։
Ապրիր այնպես, որ եթե անգամ չխոսես, մարդիկ կարողանան լսել քեզ։ Եվ երիտասարդը հասկանում է, որ կյանքի գործերը դա ամենաբարձր քարոզն է, որ կարող է երբևէ հնչել։ Այսօրվա իմ թեմայի վերնագիրն է չլսված քարոզ։ Չլսված քարոզ։ Հետաքրքիր է թե չէ։ Իրականում ես ինչ որ ուզում եի ասեի, ասել եմ արդեն։ Բայց մի քիչ կբացենք Աստծո խոսքը։ Մատթեոս 9-րդ գլուխ 36 խոսքից։ Աստվածաշունչը խոսում է այստեղ եւ ասում է, երբ որ Հիսուսը ման էր գալիս իր աշակերտների հետ, նա տեսնելով ժողովրդին գթած նրանց վրա, որ հոգնած ու ցիրուցան եղած են, ինչպես ոչխարներ, որ ինչ չունեն, հովիվ չունեն։ Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Ուրեմն աղաչեք հունձի տիրոջը, որ մշակներ վերհանի իր հունձքի մեջ։ Ուզում եմ, որպեսզի դու այստեղ նկատես այս երկու բառերը՝ հովիվ եւ մշակ։ Հովիվ եւ մշակ, ասում է ցիրուցան եղած են, որ հովիվ չունեն, ինչպես ոչխարներ, եւ հետո ասում է աղոթեք, որ մշակ բարձրացնի, այսինքն հովիվներ բարձրացնի, մարդկանց բարձրացնի, ովքեր կկարողանան այդ հովվական, այդ սիրտ, այդ մոտեցում, այդ նվիրվածությունը, այդ ուշադրությունը ցույց տան այդ մարդկանց, որպեսզի նրանք պաշտպանված եւ կերակրված լինեն։ Ու հիմա հարց. քանիսը գիտեք ձեզանից Հիսուսը որ փոխվել է։ Ոչ մեկը չգիտի դա։ Եվ դուք ճիշտ եք։ Ինչի, որովհետև Հիսուսը չի փոխվել։ Նա նույն Հիսուսն է։ Նա նույն Հիսուսն է, ինչպես Եբրայեցիս 13-րդ գլուխն ասում, որ Հիսուսը նույն է երեք, երբ այսօր եւ հավիտյան։ Նա չի փոխվում։ Ինչ եմ ուզում սրանով ասել, սիրելիներս, որ այն նույն Հիսուսը, որ այս խոսքերը խոսում էր 2000 տարի առաջ իր աշակերտներին, որ սրտացավություն եւ գթացություն զգաց ժողովրդի հանդեպ, որ ցիրուցան եղած են։ Եվ ասեց, որ նրանք նման են այն ոչխարներին, որոնք որ կորած հովիվ չունեն, նրանք ուղղակի ցիրուցան եղած են։ Եվ ասեց աղոթեք, որ Տերը մշակներ հանի։ Այդ նույն Հիսուսը այսօր նայելով մեր ազգի մեջ, այդ նույն Հիսուսը նայելով այսօր քո հարևաններին, այդ նույն Հիսուսը նայելով քո ազգականներին, ովքեր որ փրկված չեն, ովքեր չունեն հովիվ, նայելով նրանց նույն սրտացավությունը կա իր սրտի մեջ եւ նույն աղոթն ու նույն ձայնը բարձրացնում այդ նույն Հիսուսը այսօր նույնպես սրտացավությամբ նայում եւ ասում է ձեզ ուղարկում եմ, ասա ինձ ուղարկել է Տերը։ Ես ուզում եմ մենք այսօր մի քիչ այսպես իրար հետ ակտիվ լինենք։ Աստված ինձ ու քեզ ուղարկել է որպես մշակ։ Մեկ ուրիշ ավետարանում խոսք ասում է ինչպես գառներ գայլերի մեջ ես ձեզ ուղարկել եմ, որպես մշակներ ես ձեզ ուղարկել եմ, որ դուք լինեք այն ձայնը, որ դուք լինեք այն մարդիկ, ովքեր որ կգնաք եւ հոգ կտանեք, կգնաք եւ կծանոթացնեք Հովվապետի հետ, այդ մարդկանց, այդ ազգականներին, այդ բարեկամներին։ Հրաշալի է լսել նման վկայություններ, ինչպես այսօր մեր քույրիկը այստեղից վկայում էր։ Գիտես, ես կարող եմ խոսել սիրուն խոսքեր, ես կարող եմ բերել քարոզներից մեծ քարոզիչների կամ աստվածաշնչյան որևէ ինչ-որ մի հերոսի կյանքից։ Բայց երբ որ մարդը խոսում է այն ինչը որ իր կյանքում, իր մաշկի վրա զգացել է, իր կյանքով ապրել է, դրանից զորավոր բան չկա։ Դրանից զորավոր բան չկա։ Հալելույա։
Եվ գիտեք, Աստվածաշունչը խոսում է վերջի ժամանակների մասին եւ ասում է, որ շատերի սերը կսարչի, շատերը հավատքից կհեռանան, եւ գիտես ինչ, ես նկատել եմ, որ կարելի է հավատքից հեռանալ, միևնույն ժամանակ գտնվելով եկեղեցում։ Հնարավոր է վերջի ժամանակներում սերը սառը լինի, գոլ լինի, բայց միևնույն ժամանակ շարունակել լինել եկեղեցում։ Եվ այսօր աշխարհը եւ երրորդ երկինք, այսինքն մեր Տիրոջ արքայությունը պատերազմի մեջ է։ Այսօր աշխարհը եւ հոգին, մարմինը եւ հոգին պատերազմի մեջ են, ինչպես միշտ եղել են, այնպես այսօր շարունակվում է եւ ավելի այսպես թեժ։ Ինչի, որովհետև աշխարհը փորձում է իր մեխանիզմը, իր մարտավարությունը, իր սիստեմը, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ ավելի սենց լայն բան կպնի, հա, շերտերի կպնի։ Աշխարհը փորձում է մցնի նման բաները եկեղեցու մեջ։ Նա չի ուզում եկեղեցուց մարդկանց ասի գնացեք, մի գնացեք եկեղեցի, եկեք աշխարհ։ Չէ, ասում է, ուզում է ավելի վտանգավոր բանի մեջ է ներքաշում եկեղեցու ժողովրդին, մոլորեցնելով, ասում է գնա եկեղեցի շաբաթ կիրակի օրը։ Գիտես, այս 4 պատերի մեջ, երբ որ դու եկեղեցում ես, շատ դժվար է մեղք գործել։ Առավել եւս տեսանելի մեղք։ Հա? Մենք ունենք այստեղ ծառայողներ, մենք բոլորս Աստծուն սիրող մարդիկ ենք, արագ կնկատենք, եթե ինչ-որ մեկը կարգ ու կանոնի ծառայողներ ունենք, սենց նայում ես մեկը մյուսից լավ, բոյով, բուսաթով, ջանով, սենց աշխարհիկ լեզվով ասած սիմպաթիչնի։ Ուզում եմ ասել, այստեղ եկեղեցու պատերի ներսում դժվար է մեղք գործել։ Բայց պատերից դուրս չես կարող ասել։ Ու աշխարհը փորձում է այդպիսի ճանապարհով քրիստոնյաներին, ասում է գնա եկեղեցի, այդ 2 ժամը շաբաթական ծով է, հերիք է, այդքան էլ որ դիմանում ես, մի ժամն է փառաբանություն, զոհաբերություն, այն մի ժամը դիմացի ու վсё, դու քո ներկան ստացել ես երկնքում, կգնաս քո կյանքով կապրես։ Աշխարհը փորձում է մեզ հրամցնի քրիստոնեություն առանց օծության, առանց Քրիստոսի։ Աշխարհը փորձում է մեզ հրամցնի հավատք առանց գործերի։ Աշխարհը փորձում է մեզ հրամցնի ավետարան առանց զորության։ Բայց մենք գիտենք, որ Աստծո խոսքը հստակ ասում է Հռոմեացիների 1-ի գլխում, որ Պողոս առաքյալը խոսում է այստեղ եւ ասում է. ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից։ Կա մարդ, որ ամաչում է այստեղ։ Իհարկե 4 պատերի մեջ բոլորս ասում ենք ոչ։ Իսկ արդյոք դրսում մենք ասենք ոչ։ Արդյոք երբ որ հանդիպենք մի իրավիճակի, որ մենք պետք է ավետարանին համաձայն ապրենք, արդյոք մենք կապրենք այդպես, ինչպես ավետարանն ասում։ Արդյոք մենք ապրում ենք այդպես ավետարանի պես, ինչպես որ մի մեքենա կտրում է քո դիմացը կամ Երևանի սիրուն փողոցներում ասֆալտապատ անցնում է ու հանկարծ մի փոքր թրջվում ես, sense ճակերտների մեջ, էլի այդ ամեն ինչը։ Այդ խորը փոսերը, որ սպասում ենք երբ է լցվելու, ու մեկ է ջուր է ցպնում կամ մի բան։ Արդյոք ես ինձ պահում եմ քրիստոնյայի պես։ Արդյոք ես ինձ ներում եմ, մենք այստեղ երգում էինք մեր փառաբանության երգերը, սիրելով ներում եմ։ Արդյոք մենք կարողանում ենք ներել։ Եկեղեցում հեշտ է դա անել, սիրելիս, 4 պատերի մեջ, մի ժամ է կդիմանանք մի ձև։ Բայց արդյոք մենք դուրս գալուց այդպես ապրում ենք։ Պողոս ասում է, ես չեմ ամաչում ավետարանից։ Ինչու, որովհետև նա հասկացել էր մի կարևոր բան։ Ասում էր, որովհետև դա Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։
քեզ փրկող զորությունը, որը որ դու սպասում ես քո կյանքի իրավիճակների մեջ, այս զորությունը, որ դու սպասում ես, տեսնես երբ կգա այդ զորությունը, երբ Աստված կայցելի, երբ Աստծո զորությունը ինձ հասանելի կլինի այս կամ այնինչ իրավիճակից փրկելու համար, քո սրտի մեջ է, քո հոգու խորքում է դրված, Աստծո խոսքի մեջ է, ասում է ես չեմ ամաչում, որովհետև դա ինձ համար զորություն է, որպեսզի փրկի ինձ։ Մենք պետք է հասկանանք, որ ավետարանը դա փրկելու զորություն ունի, բժշկելու զորություն ունի, ազատագրելու զորություն ունի։ Երբ որ մենք հետ ենք կանգնում ավետարանի այդ ճանապարհից, երբ որ մենք եկեղեցում ավետարանի կողմակից ենք, բայց աշխարհում որևէ ինչ-որ մի իրավիճակի մեջ ընտրության առաջ ենք կանգնած եւ չգիտենք մեր եսին հետևենք, թե ավետարանի խոսքին։ Հիշիր, ցանկացած անգամներ, ինչքան է գեղեցիկ թվա այդ գայթակղությունը, եթե դու քո եսին ես հետևում, դա օրհնություն չի բերելու քեզ։ Դա կարա ժամանակավոր կարճ, փոքրիկ ուրախություն պատճառի քո մարմնին ընդամենը, կամ քո շնչին, բայց ոչ հոգևոր օրհնություն։ Դա հետո կարա շատ մեծ կորուստների առիթ դառնա քո կյանքում։ Ամեն։ Դրա համար Աստծո խոսքը ներքևում շարունակության մեջ ասում է, դրա համար Աստծո զորությունը եւ արդարությունը հայտնվում է հավատքից, հավատքի մեջ ինչպես գրված է, որ արդարը կապրի ում հավատքով, գիտեք, իր իսկ հավատքով, ոչ թե հովվի, ոչ թե առաքյալի, ոչ թե պապայի կամ մամայի, ոչ թե տատու եւ պապու, այլ իր հավատքով։ Դու պետք է քո հավատքը վարժեցնես, սիրելիս։ Դու պետք է չլինես ուղղակի եկեղեցում օրը շաբաթը մեկ օր ներկա եկեղեցում քրիստոնյա, մնացած ժամանակները դրսում Աստված գիտի ինչպիսին։ Հալելույա։ Գիտեք, Աստվածաշունչը խոսում է նեղությունների մասին եւ խոսում է նրա մասին, որ երկնքի ճանապարհը, Աստծո արքայությունը մտնելու համար ես իհարկե անենց կուզենայի մարդկորեն մտածելով, շատ կուզենայի, որ այսպիսի խոսքեր չնկատեի Աստվածաշնչում կամ չլինեին իրանք ընդհանրապես, բայց սիրելիս Աստծո խոսքը երկնքից եկած մանանա է։ Մենք տեսնում ենք Գործք առաքելոց 14-րդ գլխում ասում աշակերտների սրտերը հաստատվեցին եւ հորդորեցին, որ հաստատ մնան հավատքի մեջ, այսինքն անսասան մնան, չշարժվեն, խի որովհետեւ փոթորիկներ կգա, խի որովհետեւ գայթակղություններ կգա, խի որովհետեւ տարբեր իրավիճակներ կստեղծվի աշակերտների կյանքում։ Աշխարհը նորից կփորձի հրամցնի եւ ասի, արի գնանք այն հին ընկերների, այն հին ճանապարհների, այն հին մեթոդներով փորձենք ապրել, փորձիր քո կյանքդ նորից կառուցի, բայց խոսքը ասում է հորդորվեցին, որպեսզի հավատքի մեջ հաստատուն մնան եւ թե շատ նեղություններով, շատ, այնքան կուզեի ես շատի տեղը գրած ելներ մի երկու նեղություն կլինի ընդամենը ու վсё, բայց գրածա շատ, չգիտեմ խի։ Նայում ես տարբեր թարգմանություններ, այդ շատ բառը թարսի պես գրածա շատ։ Ասում է շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայություն։ Գիտես, մի կողմից նայում ես, ախր խի, բայց մյուս կողմից հասկանում ես, այդ նեղությունները քեզ այնպիսի զորավոր են դարձնում, այնպիսի ուժեղ են դարձնում, այնպիսի համարձակ են, այնքան հրաշքներ ու նշաններ է Տերը ցույց տալիս այդ դժվարությունների ու նեղությունների մեջ։ Ով է ուզում հրաշքներ տեսնի իր կյանքում։ Բոլորս, չէ՞։ Ցելիս հրաշքը լինում է նեղությունից հետո։ Դու նկատել ես, թե չէ։ Համ ուզում ենք հրաշք տեսնենք, համ չենք ուզում նեղություն ունենանք։ Եկեք կողնորոշվենք, մենք ուզում ենք հրաշքների մեջ ապրենք, թե չէ։ Սես տենես նեղությունները կա, բայց գոնե մենք ունենք Աստծուն որպես օգնող, որպես օծված մեկը, որ մեզ պատրաստ է օգնի եւ առաջնորդի այդ նեղություններից դուրս հանի։ Ինչքան ողորմելի վիճակի մեջ կհայտնվենք, եթե մենք Աստծուն չունենայինք։
այդ նեղությունները ինչպես որ աշխարհը ունի, մենք էլ դրա մեջ ապրեինք ու առանց հույս ապրեինք։ Օրից մի օր ամեն մեկից կյանքում Աստված եկավ իր մշակի, իր ծառայի միջոցով եւ թակեց մեր սրտի դուռը։ Եվ մենք բացեցինք, ընդունեցինք այդ ուրախ, բարի ավետիսը։ Ու քրիստոնեություն հենց այդ կյանքն է, որ ասում է նեղություններ կունենաք, բայց մի վախեցեք։ Ես հաղթել եմ աշխարհին, Հովհաննես 16-րդ գլուխն ասում դրա մասին։ Ես հաղթել եմ աշխարհին, մի վախեցեք, քաջ եղեք, մի ընկճվեք, մի այսպես դիլխոր, այդ բառը չգիտեմ հայերեն, ընկճված մի եղեք, որովհետև ես պատրաստվում եմ հրաշք ցույց տալ, ես պատրաստվում եմ անապատը այգի սարքել, օազիս սարքել, ես պատրաստվում եմ քո կյանքի դժվարության պատճառով Աստծո այնպիսի հրաշք ցույց տամ, որ դու Աստծուն ճանաչես մեկ այլ ուրիշ ձևի։ Ամեն։ Դրա համար սիրելիներս ամեն անգամներ, երբ որ ես այստեղից կանգնում եմ այդ Հակոբոս 1-2-ը իմ ամենասիրած տեղերից մեկն է, չգիտեմ, միգուցե քիչ սիրեի, քիչ հանդիպեի տենց բաների, բայց ստիպված եմ։ Միշտ ուրախացեք, կերպ փորձությունների մեջ, երբ որ հայտնվում եք ուրախ եղեք, ուրախությունն է քեզ ուժ տալու, ուրախությունը քո գլուխը, քո խնդրից բարձրացնելու է դեպի Աստծո վրա, ու դու տեսնելու ես ելք։ Թույլ մի տուր սատանային ուրախանա, այն դժվարության պատճառով, որ քեզ մոտեցել է։ Ամեն։ Հալելույա, փառք մեր Տիրոջը։ Առաջի Պետրոս 5-րդ գլխում մի հետաքրքիր խոսք է ասում. այսպես էլ դուք երիտասարդներ։ Ես մտածում եմ 50-ից ցածր բոլորը երիտասարդ են։ 50-ից բարձրը ուզում են մտնեն արդեն հասուն այդ։ Դուք հասկանում եք, չէ, միշտ չենք ուզում այդ երիտասարդ, մեզ միշտ ջահել ենք, փոքր ժամանակ ուզում ենք մենք մեծ երևանք, մեծացել ենք ուզում ենք փոքր երևանք, այս երիտասարդ լինելը ինչքան համով, սենց քաղցր բան է, երևույթ է։ Մեկ նայում ես, բան հայլում ես, նայում եմ, ասում եմ, ես երբ հասցրեցիր։ Հետո նայում եմ թորներից, հասկանում եմ, ես երբ հասցրեցիր։ Ես երբ հասցրեցիր, չեմ հասկանում, որտեվ ես չեմ տեսնում ինձ ծեր, ես չեմ տեսնում ինձ մեծ, մեծ այդ ծեր հասակով, հա, ինչպես հայ հանճարներից մեկն էր ասել, մեծացել ենք, բարոյիշ սևակ, չենք ծերացել, կարևորը չծերանանք, մեծանալը լավ է, բայց չծերանանք, այստեղ դիմում է երիտասարդներին և ասում է, երիտասարդներ, հնազանդվեք ծերերին, և բոլոր երիտասարդները ասեցին, ամեն, ես ձեր հետ եմ, երիտասարդներ ջան։ Ամեն մեկը իրար հնազանդվելով խոնարհությունը հագեք, այնքան կարևոր բաղադրիչ է սա հոգևոր մարդու համար, խոնար լինելը, հպարտ չլինելը, ամբարտավան չլինելը, այսպես, եթե կա մի բան, որ պետք է ուղղվեմ, ես առաջինը կփորձեմ դա անել, չեմ սպասի դիմացինս անի, և ասում է խոնարհությունը հագեք, որովհետև Աստված այստեղ շատ զգուշ պետք է լինել, ամբարտավաններին կամ մեր լեզվով ասած հպարտներին հակառակվում է, հակառակ է կենում, ես վստահ եմ, որ եկեղեցում չկան այնպիսի մարդիկ, ովքեր որ կուզենան, որ իրենց հակառակորդը լինի Աստված։ Մեկը չկա մեր մեջ, որ ուզում է Աստծո հետ հակառակության մեջ մտնի։ Աշխարհն է հակառակության մեջ Աստծո հետ, որովհետև չի ընդունում այն բարի լուրը, այն ավետիսը, այն արյունը, որ թափվեց իր մեղքերի թողության համար։ Ասում է, ես արդար եմ, ես ինչ եմ արել, որ մի հատ է զղջամ։ Աստծո խոսքը ասում է, Աստված հպարտներին հակառակորդ է, թշնամի է, հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։
խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ ինչ անի, բարձրացնի, ձեզ բարձրացնի իր ժամանակին։ Գիտեք ինչ, եւ 7-րդ խոսքը ամենասիրելի խոսքերից մեկն է շատ քրիստոնյաների, ինչպես նաեւ իմ։ Ասում է ձեր բոլոր հոգսերը նրա վրա ինչ արեք, գցեք։ Մի թարգմանություն եմ հիշում, որ կարդացել եմ շատ վաղուց։ Ասում է ձեր բոլոր հոգսերը գցեք, շպրտեք, ինչքան հնարավոր է ձեզանից հեռու Աստծո վրա։ Գիտես, մենք նման ենք մարդկանց, ովքեր որ ուզում ենք, որ այս խոսքը մեր համար կյանք դառնա, որ մեր բոլոր հոգսերը գցենք Աստծո վրա ու քայլենք, ու ուրախ քայլենք։ Էսի նորմալ է։ Գիտես, սենց նման լինի կյանքի, որ ինչ որ հոգս է, կներեք ես այստեղ կարող եմ մի քիչ հիմա կեղտոտեմ, համարենք, որ ես այսքան հոգսեր ունեմ։ Այս հոգսերը սենց երկու էջանի գրված հոգսեր են։ Մի հատ հոգս չէ, էլի։ Սենց գալիս եմ ու կարդում եմ Առաջի Պետրոս 5:7 Քո բոլոր հոգսերը գցի նրա վրա, որովհետև նա հոգս է անում քեզ համար։ Ինչ լավ է, Տեր ջան։ Ես գցում եմ քո վրա բոլոր հոգսերը։ Հետո քայլում եմ, ուրիշ հոգսեր է գալիս իմ կյանքի մեջ, ու նորից ասում եմ քո բոլոր հոգսերը գցի Աստծո վրա, նորից հիշում եմ այս խոսքը, իմ ամենասիրած խոսքն է, ու նորից շպրտում եմ իմ հոգսերը Աստծո վրա։ Ուզում եմ, որ դա այդպես լինի, ով է ուզում այդպեսի կյանք, քայլի ու սենց, հենց հոգսը մոտենում է, դու ասում ես, ես գցում եմ Աստծո վրա իմ բոլոր հոգսերը, շատ լավ է, չէ, այնքան լավ է, որ այս խոսքը կա այս Աստվածաշնչի մեջ, բայց սենց այդպիսի կյանք չկա քրիստոնեական, որ դու մենակ գցում ես, ուրիշ բան չես անում, ես ուզում եմ քո ուշադրությունը նորից հետ գնաս և դրա նախորդ խոսքը կարդաս, քո բոլոր հոգսերը կգցես նրա վրա և նա կհոգա քեզ համար, երբ որ խոնարհվես Աստծո ձեռքի տակ։ Մենք չենք ուզում այս 6-րդ համարը կարդանք, մեր մեջ տպավորվի և ասում ենք ես իմ հոգսը տալիս եմ Աստծուն ու սպասում եմ թե երբ այդ հոգսը Տերը հոգալու, բայց չի էլ հոգում։ Ու ասում ենք խի չի հոգում, ախր գրված է, չէ։ Գրված է, սիրելիս, բայց մի խոսք վերև ընդամեն ասում է սկզբից խոնարհվիր Աստծո ձեռքի տակ։ Աստծո խոսքը լսիր, Աստծո խոսքի տակ խոնարհվիր, խոնարհությունը հագիր, որ երբ որ քո հոգսը գցես, Աստված լսի ու պատասխանի։ Ամեն։ Շատ կարևոր ասա սիրելիներս, ձեր բոլոր հոգսը նրա վրա կգցեք, երբ որ խոնարհված լինեք նրա ձեռքի տակ, եւ նա կհոգա դրանց համար։ Հալելույա։ Արթուն եղեք եւ հսկեք։ Հաջորդ խոսքը 8-րդ համարը։ Արթուն եղեք եւ հսկեք։ Աստծո խոսքը երբ որ գալիս է մեր սրտերի մեջ, մենք արթնանում ենք, մենք ասում ենք, «Վաու, այս ինչ ես ոնց չէի նկատել, փաստորեն ես պետքա խոնարհվեմ, որպեսզի հոգսերիս պատասխանները, երբ որ գցում եմ Աստծո վրա, նա հոգա»։ Եվ հետո ասում է արթուն եղեք, ու մի հատ բառ էլ կա փոքրիկ կողքը, հսկեք։ Այս հսկել բառը, երբ որ ես կարդում եմ, մտովի միանգամից Ադամին եմ հիշում, որ Աստված ասեր, պահիր ու պահպանիր, հսկիր, այն ինչ որ քեզ տվել եմ, պարտեզը հսկիր։ Նա պահում էր, նա մշակում էր, նա շատացնում էր, բայց հսկողություն չուներ։ Այնպես չուներ, որ սատանան օձի միջոցով սողոսկեց Եդեմական պարտեզ։ Եվ ոչ միայն պարտեզ, եկավ իր տուն, ինչպես իմ կինն է սիրում ասել, սկսեց փսփսալ Եվայի ականջին, բաներ, որոնք որ պետք չէր Եվային լսել, և մի անգամից խայցը կուլ տվեց նա, կերավ, ասում արթուն եղեք և հսկեք, մենք պետք է արթուն լինենք, սիրելիներս, ոչ միայն շաբաթ օրը ժամը 12-ին, այլ շաբաթը 7, 24, 12 ռեժիմով, տարին 12 ամիս։ Միշտ, որովհետև մենք հիմա հանդիպելու ենք մի կարևոր խոսքի, որ դու կհասկանաս ինչի է պետք միշտ պետք է արթուն լինել և հսկել, որովհետև եթե դու քո զորավորն ես, քո տան զորավորն ես, Աստծո խոսքը ասում է, մինչև գողը չկապի տան զորավորին,
չի կարող մտնի եւ գողանա նրա ավարը, նրա ունեցվածքը։ Ամեն։ Եթե տանտերը չի քնած, եթե հսկում է, եթե պահակը իր գործի վայրում, իր աշխատավայրում, որտեղ որ նշանակված է, եթե զինվորը իր պոստում քնած չի, այլ հսկում է, թշնամին չի մոտենա։ Եվ խոսքը ասում է հսկեք, որովհետև կա պատճառ, ոչ միայն արթուն լինելու, այլ հսկելու, կա պատճառ, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ կամ մեկ այլ թարգմանության մեջ մռնչացող առյուծի պես ման է գալիս, մի թարգմանության մեջ այդ մանգալը ասում է պտտվում է, անդադար պտտվում է քո շուրջը, թե ում կկարողանա կուլ տալ։ Նա պտտվում է եւ հարմար պահ է ման գալիս, նա չի քնում, նա օր ու գիշեր պտտվում է Արմենի շուրջը, Վարդանի շուրջը, չգիտեմ, Կատյայի շուրջը, Աննայի շուրջը, տարբեր մարդկանց, բոլորի անուններ եմ ուզում տամ, որ մտածում եմ չգտնեք այսպիսի մեկին էստեղ, բայց կգտնեք հաստատ։ Արմենը ես էի։ Մի խոսքով թշնամին, ոսող թշնամուն պես, ասում է նա անդադար պտտվում, այնքան կպտտվի, իր գլուխը չի պտտվում, ինքը կենտրոնացած է, ինքը ուզում է վնաս հասցնի, ինքը ոսող թշնամի է, ինքը ուղղակի մեր վատը չի ուզում, ինքը արունախում, Աստծո խոսքը ասում է նա եղբայրների բանսարկու, չարախոս, առաջի սպանող, եղբայրասպան, այսպիսի մեկն է այդ ոգին, նա պտտվում է, որպեսզի ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկից քնած տեսնի, իսկ դուք ասես ես չեմ քնում, գիտես 10 կույսերը քնեցին, իմաստունները և հիմարները, բոլորը քնեցին, գալիս է մեր կյանքում վիճակներ, որ մենք ուղղակի մի քիչ ուզում ենք քնենք, մի քիչ ուզում ենք քուն առնենք, սենց ասեմ։ Հիշում եք առակը, որ Տերը խոսում էր, որ մարդը բարի սերմ ցարեց իր արտի մեջ, հետո գնաց քնելու, թշնամի մարդը եկավ և որոմ ցանեց։ Նա բարի սերմեր էր ցանել, նա միայն եկեղեցի էր եկել, 10 օր զոհաբերություն, լավ երգերը գիտեր, Աստծո խոսքերը գիտեր, ինքը մենակ բարի սերմեր էր ցանել, բայց չգիտես որտեղից ինչ-որ մեկը կար ևս, որ երբ որ այդ մարդը բարի սերմ ցանողը քնեց, հանկարծ հայտնվեց չար մարդը, որոմներով հանդերձ։ Դուք հասկանում եք, որ մենք կամա թե ակամա, ուզենք, չուզենք, նեղություններ ունենում ենք մեր կյանքում։ Դրա համար այնտեղ Հռոմեացիների մեջ ասում է շատ նեղություններով կանցնենք, Աստծո արքայությունը նման է այդպիսի բանի։ Եվ այստեղ ասում է, որ գոռոզ, մռնչացող, ոսող թշնամին առյուծի կերպարանք ունենալով, փորձելով վախացնի մեզ, փորձում է կուլ տա, որպեսզի ինչ-որ մեկին տեսնի, բայց այստեղ 9-րդ խոսքը ասում է հակառակ կացեք, հակառակվեք հավատքով հաստատված։ Գիտես, ես ու դու երբ որ արթուն ենք, ես ու դու երբ որ հսկելու մեջ ենք, մենք ունենք մի կարևոր զենք, մի կարևոր այսպիսի բան ունենք, դիրքորոշում պետք է ունենանք, երբ որ մենք հանդիպում ենք թշնամուն, երբ որ մենք հանդիպում ենք ոսող թշնամուն, երբ որ մենք հանդիպում ենք առյուծի, ես չգիտեմ, մենք գազանանոց ունենք այստեղ, հա, կենդանաբանական այգի, ու այնտեղ առյուծներ կան, տարբեր գույների, տարբեր չափսերի, գիտես, ես մտածում եմ, եթե հայտարարեին և ասեին, այսուհետ առյուծները առանց վանդակի են լինելու այնտեղ, քանի հոգի կգնար կենդանաբանական այգի տեսնելու նրանց, ոչ մեկը չէի գնա,
Քանի նրանք վանդակի մեջ են, մենք բոլորս գնում ենք կամ գնացել ենք երեխաներին ենք տարեմեր, որպեսզի տեսնեն։ Բայց եթե նրանք վանդակից դուրս լինեին, ամբողջ այդ ծառայությունները, ոստիկանությունը եւ մնացած այդ այն եւ այլն լծված կլինեին օր ու գիշեր, որպեսզի գտնեին այդ առյուծներին եւ կամ սրսկեին, կամ ոչնչացնեին, վնասազերծեին ամեն դեպքում, որպեսզի ոչ մի մարդու վնաս չտար։ Հիմա ստեղ ասում է, առյուծ թշնամին մեր ոսող թշնամին առյուծի պես մռնչալով պտտվում է մանա գալիս, պատկերացրուն է մանա գալիս Երևանի փողոցներով։ Քանի հոգի կհելներ դուրս։ Շատ տրամաբանականը նման դեպքում առյուծին տեսնելիս տրամաբանականը փախչել, ճիշտ է։ Փախնել, պատը սպարվել, դուռը փակել, ձայն չհանել, երեխեքին, տնեցիկին ասել սուս մնացեք, հոտառությունը, ձայնը չշեղի հանգարց ուշադրությունը, որ նա չմոտենա մեր տանը։ Ճիշտ է, նորմալ է սա։ Բայց արյուտես Աստծո խոսքը լրիվ ուրիշ բան է սովորացնում մեզ։ Ասում է հենց տեսնում եք ոսող թշնամուն առյուծի պես մռնչալուց ման գալուց ինչ արեք։ Հակառակվեք։ Հալելույա։ Ինչի որովհետև գիտի որ քո մեջին ավելի մեծ է, շատ ավելի զորավոր է։ Ասում է հակառակվեք նրան հաստատված հավատքով։ Քո հավատքը կարող է քշի ցանկացած առյուծի։ Ոհմակ կլինի, մեկ կլինեն, թե շատ կլինեն, լեգիոն կլինի, կարևոր չի։ Որքան քո հավատքը զորավոր է, այնքան դու կարող ես ավելի համարձակ լինել նման բանի մեջ, որ թշնամուն տեսնելուց հակառակվես, ոչ թե փախնես։ Շատ քրիստոնյաներ ասում են սուս մնամ, ոչ մեկ չի մանա, տեղս կամ չգիտեմ ինչ որ մի վիճակ, թող էս պրոբլեմը անցնի, գնա նոր կգամ կասեմ հոյվ ջան բարև, ես եկել եմ, ոնց եք, ստեղ չէի կներես, գնացել էի բան, հանգստանալու կամ մի քիչ խառներ գլուխս գործեր ունեի անելու։ Այն փոթորկի ժամանակ է, որ մի հոգի մանես գալի հավատարին, որ ասես էս մի բեռը վերցրու քեզ աղոթի, էս մի հարցի համար, որտեվ այնքան շատ է, ես դրա մեջ եմ հիմա, այդ եմ ուզում, նրանք եմ ուզում լուծեմ։ Էս մի հարցը դու արա։ Հանկարծ մարդկանց կյանքում տեսնում ես մարդիկ, ովքեր որ սենց ամենաբարձրը գոռում էին հալելույա եւ ամեն եկեղեցում, մեկ էլ ամեն մեկը գտնում է իր, չգիտես, զբաղմունքը, իր հետաքրքրասիրությունը կամ իր խնդիրը միամիտ այդ պահին հենց բարձրանում այնպես, որ ինքը պետք է ընդեղը լինի։ Մինչև այստեղ իրավիճակը անցնի։ Մի հատ հայկական հեքիաթ կար, չէ՞, ձկնիկ լոխտուր լողարա։ Հիշում եք, չէ՞։ Իջի ջրի հատակը մինչև անցնի վտանգը։ Այդ այնց շատ քրիստոնյաներ կան այդպես են։ Իջնում են ջրի հատակը մինչև վտանգը անցնում է, մեկ է գալիս են, հոյ ջան, չես պատկերացնի ինչ խնդիրների մեջ է, մի կերպ պրծա։ Ես հասկանում եմ, որ կա այդպիսի բան։ Էդի ոչ միայն եկեղեցում կա, էդի աշխարհից եմ տեսել այտենց։ Աշխարհում անգամ այսպիսի մի խոսք կար, տղաները ավելի լավ կհասկանան, ժամանակին փախնելն էլ է տղայություն։ Լսել եք տես բան, թե չէ։ Այն որ ես մեկ չէի հասկանում ժամանակին փախնելու մասին, մնում էի մի հատ sense լավ հավեսով sense դաս էի ստանում, ասում էի իմ խելքն ասա, խի մնացի։ Սաղ փախան, դուխի չփախար Արմեն, ես փախնող տղա եմ, իմ հպարտությունը ավելի բարձր էր խոսում, ավելի լավ է ինձ ծեծեն, քան թե ես փախնեմ, իմանան ես փախա, բայց այտենց մի հատ փոքր նյուանս կա, պահ կար, որ պետք է փախնեիր պրոստը ու всё, ամեն այդ քո հարցերը հետո կլուծեիր էլի։ Այստեղ Աստծո խոսքը ասում է, ոսող թշնամուն, երբ որ տեսնում ես, մի փախի։ Քո մեջ ապրում է թագավորների թագավորի ամենաուժեղ տղայի օրինակի հոգին, Հուդայի ցեղի առյուծի հոգին, մի փախի։ Լցվի Աստծո խոսքով, լցվի Աստծո հոգով, հակառակվի, մի փախի։
փոթորիկները, որոնք որ գալիս են, դժվարությունները, որոնք որ գալիս են, նրա համար չեն, որ քեզ սպանեն։ Իհարկե թշնամին կուզենա, իհարկե ոսող թշնամին ուզում է կուլ տա, ինչպես Հովնանին կուլ տվեց, բայց դա կարճ ժամանակ էր, ընդամենը 3 օր էր պետք Հովնանին դիմանալու, մեր Հովնանի մասին չի խոսքը, ընդամենը 3 օր էր պետք դիմանալու, հետո նա դուրս եկավ զորությամբ, ապաշխարած, Աստծո ավետարանը քարոզելով։ Մեր Հովնանին պրոբլեմը որ տեսնում է, հենց առաջի օրվանից փախնում է, 3 օր կարիք չի լինում։ Հալելույա։ Ստեղ Հովնանը պետք է ամեն գոռար, ամեն, ես ասում եմ քո փոխարեն։ Հալելույա, փառք Տիրոջը, սիրելիներս։ Մենք պետք է սովորենք չվախենալ պրոբլեմից։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ հանդիպում ենք իրավիճակների, որտեղ որ թշնամին ինչ որ փոթորիկներ անում, հարձակումներ, գայթակղություններ է բերում մեր կյանքերի վրա, ժամանակն է, որ մենք ոչ թե քրիստոնեության մասին խոսենք, այլ ապրենք այդ քրիստոնեական կյանքը։ Ժամանակն է, որ մենք ցույց տանք, որ մենք ոչ թե ուղղակի Քրիստոսի մասին քարոզում ենք միայն, այլ մենք ապրում ենք որպես քրիստոնյա։ Մենք ապրում ենք Քրիստոսի հետ մեր կյանքը։ Ամեն, որովհետև Հռոմեացիներ 8-րդ գլուխ ասում է, որովհետև նրանց ում որ սկզբից սահմանեց, կա մարդ այստեղ ում որ սկզբից սահմանել Աստված, դեռ չծնված արդեն սահմանել էր, նրանց կանչեց, և ում որ կանչեց, նրանց արդարացրեց, և ում որ արդարացրեց, նրանց կփառավորի և 31-րդ համար ասում է, ուրեմն ինչ ասենք այս բոլոր բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակվել, չկա այդպիսի մեկը, որ կարող է մեզ հակառակվի, ամեն, հալելույա, փառք Աստծուն, Եվս մի համար, որը որ ուզում եմ ընթերցեմ, շատ կարևոր մի համար, ինչպես մենք պետք է ապրենք մեր քրիստոնեական կյանքը, որից հետո մենք կսկսենք արդեն կխոսենք հաղորդության և մեր Տիրոջ մահվան մասին։ Ուզում եմ միասին գնանք իրար հետ երկրորդ թագավորաց 10-րդ գլուխ։ Գիտեք այստեղ մի պատմություն է, որտեղ որ Անոնի հայրը, որը որ թագավոր էր, որը որ մի ժամանակ Դավիթի հետ հարցեր էր ունեցել եւ այլն, մահանում է։ Եվ Դավիթը որոշում է, իմանում է, որ Անոն թագավորի այդ հայրը մահացել է, իր զորավորներին որպես հարգանքի տուրք ուղարկում, ասում է, գնացեք, ցավակցեք, ինչով կարող եք նրանց կողքը եղեք եւ այլն, հայտնեք իմ ոնց որ ասած սրտացավությունը, որ ես զղջում եմ, ափսոս, որ այսպիսի դժբախտություն է ձեր կյանքում եղել եւ երկրորդ թագավորաց 10-րդ գլխում ուզում եմ ուշադիր լինենք, այստեղ մի կարևոր դրվագի ես վերջերս նկատեցի այս խոսքը եւ ասում է եւ Դավիթ ասեց Նահասի որդի Անոնին մարդասիրություն անեմ ինչպես որ նրա հայրը ինձ մարդասիրություն էր արել եւ Դավիթը իր ծառաներին նրա մոտ ուղարկեց եւ նրան իր հոր մասին որպեսզի նրան իր հոր մասին մխիթարեն եւ Դավիթի ծառաները գնացին Ամոնի որդկանց երկիրը եւ գիտես ինչ Ամոնի կողքերը կային մարդիկ, ովքեր որ ուրիշ ձև էին տրամադրված Դավիթի հետ, շատ կասկածամիտ եւ նենգ մտքեր ունեին։ Եվ Ամոնի որդկանց իշխանները իրանց տեր Անոնին ասեցին. Միթե Դավիթը քո հոր առաջին մեծարելու համար է քեզ մոտ մխիթարիչներ ուղարկել։ Դու իսկականից հավատում ես Անոն, որ Դավիթը այդքան շատ էր հարգում քո հորը, որ մխիթարիչներ է ուղարկել, են էլ իր իշխաններին, չէ, են էլ այնպիսի պաշտոնավոր մարդկանց, ուղարկել է իբրև թե քեզ մխիթարեն, հաստատ Դավիթի մտքում մի ուրիշ բան կա, հաստատ Դավիթը ուղարկել է իր այդ ամենաուժեղ զորավորներին, որ գան լրտեսեն քաղաքը,
տեսնեն ինչ մի վիճակներ կա, որտեղ ինչ կառույցներ, ով ինչպես է աշխատում եւ գործում քո երկրի մեջ, որպեսզի հանկարծակի հարցակվեն, հանկարծակի գան եւ պատերազմեն ու մեզ կոտորեն։ Գիտես, չար լեզուները, վատ խորհրդականները ամենավատ բանն է, որ կարող է ունենալ ցանկացած ծառայող կամ իշխանավոր կամ որևէ մի տնօրեն աշխարհում, թե որտեղ ուզում է լինի։ Տեսեք ինչ ասում, միթե նա դրանց ուղարկել է, որպեսզի քեզ մեծարելու համար է ուղարկել մխիթարիչներ, չէ որ Դավիթը իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քո քաղաքը աչքից անցկացնեն, լրտեսեն եւ որպեսզի հետո նրան կործանեն։ Եվ անոնը Դավիթի ծառաներին, լսելով այդ խորհրդականներին, վերցնում է եւ ծաղրում է։ Գիտես, հին ժամանակներում տղամարդը, առավել եւս զորավորը, ուներ մորուք, այսինքն սափրված չէին լինում նրանք մորուքով էին լինում սովորաբար։ Եվ շատ ամոթ էր, կամ նրանք պետք է ամբողջությամբ սափրված լինեին, կամ պետք է մորուքը թողեին երկար էր։ Եվ ինչ անում անոնը, վերցնում է այդ զորավոր մարդկանց, ովքեր որ պատիվ, հարգանք եւ ժողովրդի աչքին ճանաչված էին, որպես զորավորներ, որպես վաղուցված Դավիթի կողքը կանգնողներ, որպես միգուցե օծյալներ, որպես տնօրեններ, որպես տարբեր բաների մեջ, ասենք, ճանաչված մարդիկ էին։ Եվ ասма վերցնում է եւ նրանց մորուքի կեսը, պատկերացրա երեսի կեսը, մի կողմը սափրում են, մյուս կեսը թողում են մազոտ։ Եվ ոչ միայն դա, նաև ասում է, ածիլեց նրանց մորուքի կեսը եւ նրանց հանդերձների կեսը մինչև նստելու տեղը։ Հասկանում եք, մինչև նստատեղը կտրեց, այսինքն նրանց տղամարդիկ, պատերազմող մարդիկ, դուք տեսեք ինչպիսի անարգանք ու ինչպիսի ամոթալի վիճակի մեջ է դնում այդ զորավոր մարդկանց, նրանց մերկացնում է մինչև գոտկատեղ եւ ճանապարհ է դնում այդ քաղաքի փողոցներով դեպի հետ իրենց թագավորի մոտ, ցույց տալով, թե ես լավ էլ հասկանում եմ դու խի ես եկել, խի ես ուղարկել մխիթարիչներին, այնպես որ այսպես կլինի։ Նրանց էլ ինչպես նրանց եղավ, այդպես է ցանկացածիդ հետ կլինի, որոնք որ փորձեք գաք իմ ժառանգության կամ իմ տարածք ու փորձեք ինչ որ բան անել։ Գիտես, անարգանքը ուղղակի պատել էր այդ զորավոր մարդկանց, ովքեր բացի հարգանքից, բացի հավատարմությունից, բացի իրենց տիրոջը ծառայելուց, բացի թշնամի կոտորելուց ոչ մի բան չէին արել։ Նրանց բոլորը հարգում էին, բայց ինչ որ մեկը որոշեց անարգի։ Ու գիտեք ինչ եղավ։ Նկատել եք այստեղը, թե չէ, ես չգիտեմ։ Մինչև հանդերձների կեսը կտրել տվեց, նստելու տեղը եւ ուղարկեց նրանց հետ։ Եվ այս բանը Դավիթին եկան շուտ պատմեցին։ Եվ նա նրանց, տեսեք, Դավիթը, որը որ իր ծառայողների, իր զորավորների համար հոգատար որպես առաջնորդ էր։ Նա չասեց, դե լավ, հələ թող գան հասնեն, կնստեն, կխոսան, կհասկանանք այդ ինչ ա եղել։ Այդ խի են իրանց հետ այտենց վարվել։ Կարող անդեղ ճանապարհին մի հատ անհամություն են արել, խմել են կամ ինչ-որ մի բան։ Կարևոր չի ինչի համար են արել։ Հասկանում ես։ Կարևոր չի ինչի համար են արել։ Դու որպես առաջնորդ, դու պարտավոր ես ուղղակի մտածես նրանց մասին։ Եվ Դավիթը շատ արագ
շատ արագ մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որպեսզի նրանք չմտնեն այդ վիճակով քաղաք, որպեսզի ժողովուրդը նրանց չտեսներ այդպես մերկացած, ծեծված, ես չգիտեմ, մորուքները ածիլված, որ չտեսնեին իր զորավորներին, որովհետև դա նաև իր ամոթն էր, դա նաև իր պատվի հարցն էր։ Եվ ասեց նրանց մոտ շտապ մարդ ուղարկեց, եւ որովհետև այն մարդիկ շատ էին անարգվել, շատ։ Ես չեմ ուզում երևակայության կողմ գնալ ու պատկերացնել, թե այդ զորավորներին մերկացրել են ու իրանց հետ ինչ կարող է եղած է լիներ, չգիտեմ։ Հասկանում եք։ Թշնամի ազգի կողմից։ Եվ խոսք ասում է, եւ թագավորն ասեց, մարդ ուղարկեց նրանց մոտ եւ ասեց. գնացեք Երիքովում նստեք։ Երիքովը թարգմանաբար նշանակում է անուշահոտություն։ Ասում է գնացեք Երիքովում նստեք։ Չգաք, քաղաք չգաք, չմտնեք Երուսաղեմ։ Նստեք այնքան ժամանակ, մինչև որ ձեր մորուքը աճի։ Միգուցե թշնամին փորձել է քո կյանքում գա։ Միգուցե թշնամին փորձել է մերկացնի քեզ մինչև գոտկատեղ։ Միգուցե թշնամին քո կյանքում փորձել է քո մորուքը ածիլի կեսով։ Գիտես, դու պետք է չլինես քամի պես։ Քամը դա Նոյի որդիներից մեկն էր, որ տեսավ հոր մերկությունը եւ ասեց ծաղրեց, ծիծաղեց ու գնաց այն կողմ։ Դու պետք է չլինես քամի պես։ Աստվածաշնչյան օրինակները նրա համար են, որպեսզի մենք դասեր սովորենք, որ մենք ուշադիր լինենք, որովհետև ինչ տարբերություն, դա իմ հայրն է, իմ եղբայրն է, թե ես եմ։ Սա մի տուն է, Աստծո տունը դա մի տուն է, ու մենք պետք է կանգնենք, մենք պետք է աղոթենք, մենք պետք է ծածկենք մեր եղբոր, մեր քրոջ մերկությունը։ Եթե հանցանք էլ կա, եթե մեղք էլ կա, դրա մասին ոչ թե պետք է հնչեցնենք, այլ խոնարհությունով, հեզությունով պետք է հանդիմանենք, որպեսզի ուղղվի, եթե կա սխալ։ Ինչպես Աստծո խոսքն ասում։ Ամեն։ Դու տեսնում ես Աստվածաշնչում ինչպես անառակ որդին էր վերադառնում։ Անառակ որդին, որը որ խոզերի կերակուրը անգամ արգելում էին, որ ուտեր։ Դու պատկերացնում ես, որ նրա վիճակը ինչպիսի ցնծոտիներով էր, ինչպիսի հոտ էր նրա վրայից գալիս։ Բայց ինքը ուներ հայր, որի ծառաները ուղղակի այնպիսի սեղաններից էին օգտվում, այնպիսի ճաշեր էին ուտում, այնպիսի հագ ու կապ ունեին, որ ուղղակի երազել կարելի էր։ Ու խոսք ասում է հայրը, երբ որ տեսավ որդուն գալուց, ինչ արեց։ Վազեց դեպի իր որդին։ Ինչպես է վարվում հոր սիրտը։ Նա վազեց դեպի որդին եւ ինչ արեց, պատմուճան հագցրեց նրա վրա։ Հայրը ծածկեց մերկությունը, որպեսզի տուն մտնելուց չտեսնեն այդ մերկությունը։ Դավիթը իր ծառաների, իր զորավորների համար ուղարկեց Երիքով, մարդ ուղարկեց շուտ, ասեց տարեք Երիքով, հանգարց չմտնեն քաղաք, հանգարց ոչ մեկ չտեսնա իմ զորավորների այդ մերկությունը։ Դա իմ հարցն է այսօր։ Եթե ինչ որ մեկը կարողացել է իմ զորավորին մի բան ասի, այսուհետ դա ոչ թե զորավորի խնդիրն է միայն, այլ դա իմ խնդիրն է, որովհետև մենք ուխտի մեջ ենք, որովհետև մենք մի թիմ ենք, որովհետև մենք պաշտպանում ենք մեկս մյուսին, մենք մեկս մյուսին թիկունք ենք կանգնում։ Փառք մեջ Տիրոջը։ Եվ հետո Դավիթ ուղարկեց, երբ որ նրանք գնացին, հետո Դավիթ ուղարկեց Հովաբին, դուք գիտեք պատերազմի մեկն էր, պատերազմող մեկն էր, գնացին ու կոտորեցին այդ ամոնացիներին, ջարդ ու խուրդ արեցին, այսինքն լավ նպատակով էին գնում, բայց նենց արեցին, որ իրանց գլխի մեծ պատուհաս եկավ, հալելույա, եւ Հռոմեացիներ 12-րդ գլուխը վերջի տեղը, որ ընթերցելու է, թող փառաբանության խումբը գա, հալելույա,
Աստծո խոսքը Հռոմեացիներ 12-րդ գլխում ասում է. ձեր անձերի համար վրեժ խնդրություն մի արեք։ Եթե քո հանդեպ անարդար են գտնվում, եթե քո հանդեպ որևէ հարցում, որևէ պարագայում, որևէ ինչ-որ իրավիճակ է ստեղծվել, որ անարդարացի են քեզ դատել, մեղադրել, անունդ ինչ-որ ձևի նվաստացրել, ես չգիտեմ, ինչպիսի իրավիճակներ են, դա քո աշխատավայրում կարա լինի, դա միգուցե քո ուսումնա որտեղ սովորում ես, միգուցե հարևանները, միգուցե բարեկամների մոտ, միգուցե եկեղեցում, ես չգիտեմ, եթե քո հանդեպ անարդարացի ինչ որ մի բան են արել, դու գիտես, որ դու այդպիսի բան չես գործել, ինչպես Դավիթի ծառայողներին, ինչպես Դավիթի այդ ծառայակիցներին։ Խոսք ասում է, վրեժ խնդրություն մի արեք։ Միգուցե ձեր ձեռքի մեջ կա ուժ եւ զորություն։ Ես իմ քրիստոնեական կյանքի ընթացքում բազում անգամներ հանդիպել եմ կյանքի դժվար իրավիճակներին, որ չի ուզենա, որ ասում է թշնամին այդպիսի իրավիճակի մեջ ընկներ, անարդար վիճակների։ Եվ ես կանգնել եմ այս որոշման առաջ։ Տեր, գնամ, ինչ որ բան ընկավ այնտեղ, բան չկա։ Տեր, գնամ ես ունեմ զորություն, գիտեմ ինչ կարամ անեմ, գիտեմ ինչպես կարամ ես հարցը գնամ եւ լուծեմ, բայց արդյոք դու ուզում ես, որ ես այդպես վարվեմ։ Գնամ եւ ուղղակի ասեմ, այսպես է եւ այսպես է, ճշմարտությունը։ Եվ երևի թե 99% դեպքերի մեջ այս խոսքը բարձրացրել է Սուրբ Հոգին իմ ներսում։ Քո անձի համար վրեժ խնդրություն մի արա։ Չի ասում, ուղղակի թող ոնց ուզում ալնի ու բան մի արա։ Նա այստեղ խոստմունք է տալիս, սա խոստմունք է Տիրոջ ծառաների համար։ Ասում է վրեժ խնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է, որ իմն է վրեժ խնդրությունը, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Իսկ Աստծո խոսքը ասում է վայ, Աստծո խոսքը ասում է սարսափելի է կենդանի Աստծո ձեռքերի մեջ ընկնելը։ Երբ որ դու հանձնում ես քո դատը Աստծուն, ոչ թե ցանկանալով Տեր ջան, դե ես չեմ անում, բայց խնդրում եմ ընենց քո վրեժ խնդրությունը թող լինի, որ աչքերս տեսնի, սիրտս էլ ուրախանա, ցնծվեմ։ Ոչ։ Թույլ տուր Աստված ոնց կանի։ Ինքն է վրեժ խնդիրը, ինքն է դատավորը։ Ոնց կորոշի, դա իր գործն է։ Ամեն։ Դրա համար թույլ տվեք, ասում է, վրեժ խնդրությունը իմն է, եւ ես հատուցում կտամ, ասում է Տերը, չի ուշանա հատուցումը, չի ուշանա, միգուցե քո ուզածով չլինի, ինչպես որ դու կուզենայիր, բայց Աստված գիտի, ինչպես աշխատի, Աստված իրավիճակները վերահսկում է, ամեն, եւ եթե քո թշնամին սոված լինի, նրան հաց տուր, եթե ծառավ լինի, ջուր տուր նրան, որովհետև սա անելով կրակի կայծերը կժողովես նրա գլխի վրա եւ ամեն ժամանակ կհիշես եւ թույլ չես տա, որ չարը քեզ հաղթի, այլ բարիով չարին կհաղթես։ Մեր ավետարանը, սիրելիներս, դա խոսելու ավետարան չի միայն։ Իհարկե լավ է, երբ որ մենք խոսում ենք, լավ է, երբ որ ժամանակին մենք խոսում ենք, որովհետև ժամանակ կա խոսելու, բայց շատ անգամներ այս երկրի վրա Աստված ակնկալում է, որ ոչ թե մենք խոսենք, այլ ցույց տանք, ապրենք, ինչպես այն երիտասարդը, որ մենք սկզբից նայեցինք,
որը որ պետք է հարցնում էր, թե ինչպես սովորի ճիշտ քարոզել, եւ նրան ասեցին. ապրիր այնպես, որ եթե նույնիսկ ոչ մի բառ չասես, մարդիկ լսեն։ Այս աշխարհը փառք Տիրոջը, այս աշխարհը կարիք ունի չլսված քարոզների։ Այս աշխարհը կարիք ունի քո ընտանիքը, քո ազգականները, քո հարևանները ավելի կարիք ունեն չլսված քարոզներ լսեն, քան թե ծեծված կրկնություններ։ Փորձիր ցույց տալ, փորձիր այդ չլսված քարոզները առանց խոսքի ցույց տաս նրանց կյանքը կփոխվի, նրանց կյանքը կվերածնվի, նրանք կհասկանան, որ դու ուղղակի մեկը չես, որ խոսում ես, ինչպես բոլորն են խոսում, այլ դու մեկն ես, որ դու ճանաչում ես, դու ապրում ես այդ կյանքը։ Հալելույա։ Կխնդրեմ ոտքի կանգնեք։ Հալելույա։ Ես ուզում եմ մի աղոթք բարձրացնել, որից հետո մենք աղոթենք, կոչնենք այս հաղորդության գինին եւ հացը, որը որ խորհրդանշում են մեր Տիրոջ արյունը, որ թափվեց մեր բոլորի մեղքի համար, մեղքերի եւ անօրենությունների համար։ Ես ուզում եմ մի աղոթք անել, որպեսզի դու կարողանաս դառնալ այդ չլսված քարոզի հերոսը։ Այդ չլսված քարոզի հերոսը քո կյանքում։ Հալելույա։ Հայր, ես աղոթում եմ։ Ես աղոթում եմ, մենք միաբանվում ենք հիմա Տեր, այստեղ այս վայրում կանգնած։ Քո սուրբ եւ թանկ հոգին այստեղ է հիմա Տեր։ Եվ մենք աղոթում ենք։ Մենք ուզում ենք Տեր ջան, որ ինչպես այլակերպության սարի վրա դու փոխակերպվեցիր, ինչպես Հովանեսը, Հակոբոսը եւ Պետրոսը տեսան, Տեր ջան, այն տեսիլը, որ այցելությունը արեց այդ այլակերպության սարի վրա, մենք աղոթում ենք Տեր, թող որ մեր կյանքերը վերափոխված լինեն Տեր։ Մենք աղոթում ենք, մենք հասկանում ենք Տեր, որ մենք ունենք շատ հարցեր, որ մենք ունենք շատ խնդիրներ, եւ դրանց չլուծման հիմնական պատճառներից մեկը նա է, որ մենք չենք խոնարհվել քո ձեռքի տակ։ Միայն ուզել ենք մեր հոգսերը գցենք քեզ վրա, առանց խոնարհվելու քո ձեռքի տակ։ Դրա համար խնդրում ենք սովորեցնես մեզ։ Մենք ուզում ենք Տեր, ինչպես աշակերտները տեսան այդ այլակերպություն, այդ երկնային երևույթը, այնպես էլ Տեր մեր կյանքերում, մեր աղոթքի սենյակից մենք դուրս գալուց Տեր ջան, դուրս գանք մեր աղոթքի սենյակից վերափոխված, որ նույն մարդը չլինենք, այլ վերափոխված դուրս գանք Տեր, որպեսզի այս երկիր, այս աշխարհը տեսնի այն մարդկանց, ովքեր չլսված քարոզներով են առաջ շարժվում, ովքեր քարոզում են այն քարոզը, որ երբեք ու երբևիցե չի լսվել նրանց կյանքում, սովորեցրում ես Տեր, սովորեցրում ես ապրել այդ կյանքը, սովորեցրում ես Տեր ճանաչել քեզ եւ արթուն ու զարթուն լինել, հսկելով, որպեսզի ցույց տանք քո ավետարանը, ոչ թե խոսենք դրա մասին միայն, այլ նաև ցուցադրենք, դրսևորենք, որովհետև դա է բարին եւ հաճելի Տեր ջան զոհաբերությունը, մեր բանավոր պաշտոնը, որ ընծայում ենք զոհասեղանի վրա Տեր, ինչպես որ քո խոսքն է ասում, մեր անձերը կենդանի պատարակ մատուցելով։
Եվ մենք օրհնում ենք այսօր այս հացը, մենք օրհնում ենք այս գինին, Տեր։ Մենք հասկանում ենք, որ եթե դու խաչը չբարձրանայր, եթե դու չբարձրանայր խաչը եւ քո մարմինը չտայր, որպիսի ծեծեն, որպիսի վերքեր հասցվի, որպիսի խաչեն, որ մի ախորժելի տեղ չլիներ քեզ նայելու, եթե դու չտայր, Տեր ջան, մենք այսօր չէինք ունենա այն կյանքը հավիտենական եւ այն հաղորդակցությունը, որ ունենք քոր հետ, եւ չենք ունենա, Տեր ջան, մեր անունները գրված կյանքի գրքում։ Շնորհակալ ենք, որ քո մարմինը կոտրվեց, ինչպես այս հացը, ամեն մեկիս համար, եւ այն գինին, որը որ Տեր ջան, խորհրդապատկերն է քո արյան, որ թափվեց այդ ժամերի ընթացքում, թափվեց Գողգոթյան խաչի վրա, այս երկիրը, որ կլանեց քո արյունը, որ բարի բաներ այսօր խոսում երկնքում, մենք աղոթում ենք, Տեր, որ երբ որ մենք ընդունենք այսօր այս հաղորդությունը, մենք աղոթում ենք, որպեսզի քո հոգու զորությունը գա, մենք աղոթում ենք, որ ազատությունը գա, որ ներումը գա, Տեր, որ սերը տաճի մեր մեջ, որ մենք չլինենք նույնը, որ մենք լինենք փոխված, որ այստեղից դուրս գալուց հետո գնանք, Տեր ջան, այն ավետարանով եւ այն քարոզով, Տեր ջան, որ չեր լսվե մինչև օրս մեր կյանքերում, Տեր Հիսուսի անունով մենք օրհնում ենք սա, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հալելույա, ամեն։ Մենք երկրպագենք հիմա ծառայողները թող մոտենան, կխնդրեմ, որպեսզի այս կողմից մոտենակ, վերցնեք հաղորդությունը, ընդունեք եւ հետո մենք այստեղ ծառայողներով երկրպագությունից հետո կանգնած կլինենք, որպեսզի աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն, ովքեր ցանկություն ունենան, որ իրենց համար աղոթվի եւ յուղովոծվի։ Թող Տերը օրհնի ձեզ։ Եկեք Տիրոջ ներկայությունը հարգենք, եկեք Տիրոջ ներկայության մեջ այս սուրբ պահը վերապրենք, նրա հոգու շարժ այս վայրում։ Ամեն, ամեն։ Նայա մեր հանցանքների համար խաչվել, նայա մեր մեղքերի համար խաչը բարձրացել, մեր անօրենությունները նրա վրայա։ Եվ նրա սերը թող հոսի ուղղակի ամեն մեկիս կյանքի վրա, Տեր Հիսուսի զորավոր անունով։